Վրաստանի խորհրդարանն այսօր Մեգոբարի ակտի վերաբերյալ կընդունի հայտարարություն։ Այս պահին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընթանում է քննարկում։ Փաստաթուղթը կներառի Վրաստանի խորհրդարանի գնահատականներն ու արձագանքը Մեգոբարի ակտի վերաբերյալ։ Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձեր, պատերազմի երկրորդ ճակատ բացելու հնարավորություն, արտաքին ուժերի ճնշում ու սարդրանքներ։ Սրանք են այն գլխավոր թեմաները, որոնք Շալվա Պապուաշվիլին ընդգծել է իր տարեկան զեկույցում։ Գարնանային նստաշրջանում իր ելույթի ժամանակ խորհրդարանի նախագահը խոսել է երկրի առաջնահերթությունների մասին ևս։ Զեկույցը շարունակվում է նաև այս րոպեներին։ Ռուսական սպառնալիքը եւ դրա ընկալումը լեհական, ուկրաինական եւ վրացական փորձի համաձայն նշված խորագրով Թբիլիսիում տեղի է ունեցել ռազմավարական երկխոսության հանրային նիստ։ Ուշադրության կենտրոնում էին ապատեգատվությունն ու հիբրիդային սպառնալիքները։ Այս համատեքստում Եվրամիության դեսպանը խոսել է պատժամիջոցների քաղաքականության մասին ու ափսոսանք հայտնել սպասվող սահմանափակումների կապակցությամբ։ Իրակլիո Քրուաշվիլին ձերբակալվել է։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը փոխարինել է կալանքով։ Նա ձերբակալվել է դատարանի դահլիճում։ Դատավորի պարզաբանմամբ Քրուաշվիլին չի կատարել գրավի պայմանները, խախտել է դատարանի որոշումը, հաշվի չի արել դատավորի օրինական պահանջը։ Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլիո Քրուաշվիլի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է 20,000 լարի չափով գրավ ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Քրուաշվիլու գրավի ժամկետը լրացել է մայիսի 8-ին։ Քաղաքային հասարակության կազմակերպությունները զեկույց են ներկայացրել մարդու իրավունքների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթն ընդգրկում է 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածը։ Բացահայտվել են մարդու իրավունքների լուրջ ու համակարգված խախտումներ, խաղաղ եւ օրինական բողոքի ցույցերի ճնշումներ։ Նշվում է, որ ոստիկանական ուժերը ֆիզիկական բռնության հետ մեկտեղ ինտենսիվորեն կիրառել են հատուկ միջոցներ, որոնց կիրառումը հաճախ սպառնալիք է ներկայացրել կյանքի ու առողջության համար։ Զեկույցի մշակման գործընթացին մասնակցել են 11 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ Առողջապահության նախարարը պարզաբանել է, թե ինչու չի ֆինանսավորվել բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված Ալեքսի Թիրքիայի աչքի վիրահատությունը։ Ըստ Միխայել Սաջվելաձեի կլինիկայի աշխատակիցներից մեկի անփութության պատճառով դիմումը եւ ֆինանսավորման հայտի վերաբերյալ տեղեկատվությունը սխալ են ուղարկվել։ Կլինիկայից եւս արվել է մեկնաբանություն։ Հիշեցնենք, որ Ալեքսի Թիրքիան վնասվածք էր ստացել դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Բժիշկների տվյալներով նա գլխի վրա բաց վերք է ունեցել, ճակատային ոսկորի, ակնախորոչի պատի ու վերին կոպի կոտրվածք, ինչպես նաև ճակատի վնասվածք։ Նա մեկ շաբաթ շարունակ գտնվել է արհեստական կոմայի մեջ, իսկ դրանից հետո գլխի հատվածում մնացել է վերք ու մեկ աչքում էլ տեսողության խնդիր։ Վակեում մեկնարկել է Չորոყաշվիլու եւ Գեորգի Ծերեթելի փողոցների վերանորոգումը։ Նախատեսվում է ամբողջությամբ բարեկարգել Վակեի այգուց միջև Ծղնեթի ճանապարհ ընկած տարածքը։ Բարեկարգվելու են ինչպես ստորին, այնպես էլ վերին ճանապարհային ենթակառուցվածքները։ Տարածքում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Քաղաքապետարանը նաև սկսում է ճանապարհների վերանորոգումը Գլդանիում։ Ըստ նախագծի նախատեսվում է բարեկարգել Ախմետելիի փողոցը։ Վրաստանը նույնպես մասնակցում է Բաքվում ընթացող միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ Վրաստանի տաղավար է այցելել նաև Ադրբեջանի նախագահը։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը եւ Իլհամ Ալիևը խոսել են երկրների միջև հարաբերությունների ու ռազմավարական նպատակների շուրջ։ Ցուցահանդեսի ընթացքում նախարարը ցուցահանդեսին մասնակցող վրացի ձեռնարկատերերի հետ հանդիման ժամանակ ընդգծել է վրացական արտադրանքի որակը եւ արտահանման ներուժը։ Աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահի կլիմայական հարցերով ներկայացուցիչ Մուխտար Բաբաևի հետ։ Վերջիններս քննարկել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ազգային ու տարածաշրջանային քաղաքականությունները, այս ուղղությամբ առկա մարտահրավերները եւ համագործակցության խորացման հնարավորությունները։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը Ռուսթավիում իրականացնում է կրթական, ճանապարհային եւ սպորտային ենթակառուցվածքների նախագծեր։ Մոտ ապագայում կավարտվի 830 աշակերտի համար նախատեսված Ռուսթավիի 21-րդ հանրային դպրոցի ամբողջական վերանորոգումը, ինչպես նաև Ռուսթավիի 6-րդ հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել տարեվերջին։ Դպրոցներում կազմակերպվում են դասարաններ, մարզադաշտեր ու բակային տարածքներ, ինչպես նաև կտեղադրվեն նոր ջեռուցման, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգեր։
Բացի այդ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են ընթանում 200 երեխայի համար նախատեսված 23-րդ եւ 450 երեխայի համար նախատեսված 31-րդ մանկապարտեզներում։ Վրաստանի հանրային եւ մասնավոր դպրոցների մի շարք աշակերտներ այցելել են 5-րդ հրետանային բրիգադ։ Մեկ օր բանակում նախագծի շրջանակներում հանդիպումները շարունակվում են։ Զինծառայողների կողմից հրահանգներ ստանալուց եւ անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո դրահասներն ու ուսուցիչներն ուսումնասիրել են տարածքը։ Նրանք ծանոթացել են ցուցադրված զինատեսակներին եւ տեխնիկային։ Աշակերտները հնարավորություն են ունեցել զրուցել զինծառայողների հետ ու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։